Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր լարվածություն է ձևավորվում։ Թրամփի երթուղու նախագծի շուրջ արձագանքները սրում են միջազգային քննարկումները։ Ժամանակը վճռորոշ է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել հովանավոր տերության մեխանիզմը։ Վտանգավոր հիվանդություններով ախտորոշված միգրանտները անհապաղ կարտաքսվեն Ռուսաստանից։ Կրճատվել են բժշկական հետազոտություն անցնելու ժամկետները։ Բողոքի ակցիա պաշտպանության նախարարության շենքի դիմաց նախկինում զորակոչվածների ծնողները պահանջում են իրենց որդիների զինծառայության ժամկետի կրճատում։ Նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը վերանայվել է, փոփոխություններ նախադպրոցական կրթական համակարգում։ Ամբողջ հանրապետությունում բնակչության թիվն աճում է, բացառությամբ Սյունիքի մարզի, ինչու է Հայաստանի ամենահարուստ մարզը դատարկվում։ Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը փախուստի դիմելով ընկել է ջուրը, ոստիկանները փրկել են, հետո ձերբակալել նրան։ Կառավարությունում քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Մոսկվան անցել է սուր հռետորաբանությանը առանց դիվանագիտական ռևերանսների։ Հիմա հիշեցնում են 2 դար առաջ կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որով գծված սահման կա և ըստ մոսկովյան մեկնաբանության 200 տարի առաջ հաստատված կարգը այժմ խաթարվում է ամերիկյան վերահսկողությամբ։ Փոխվարչապետ Օվերչուկը նկատի է առնում Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհը։ Պնդում է, թե Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթերը խորքային գործընթացների սկիզբ են դրել, ինչը ըստ Օվերչուկի խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը, որը կար դեռևս 1828 թվականից Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր։ Նայիրի Մուրադյանն է մանրամասնում։ Հյուսիսային արջի սուր հոտառությունը տարածաշրջանում, մասնավորապես Հարավային Կովկասում, գուժում է, կարմիր գծեր են հատվել, խախտվել է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Հիմա Մոսկվան 2 դար առաջ է հետ նայում։ 1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիր կա, գծված սահման, որի երկայնքով տրանսպորտային միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը խաթարում է 2 դար առաջ հաստատված կարգը։ Փոխվարչապետ Օվերչուկը նկատի ունի Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհը։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր։ Օվերչուկը հիշեցրել է, որ այն ժամանակ ռուսական կայսրությանն անցան Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանագծով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ եղել է խաղաղ սահման, որն ապահովվում էր 2 մեծ հարևանների պայմանավորվածություններով։ Ըստ էության հրիփի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքը բացարձակապես հաշվի չի առնում նաեւ պատմական աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք դեռևս 1828 թվականից հետո են ձևավորվել։ Այսինքն Իրանի գործոնի շեշտադրումը Ռուսաստանի կողմից հստակ պատմաքաղաքական հիմք ունի։ Օվերչուկը հայտնել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը, հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ Այժմ Հայաստանում հայտարարված է, որ այս նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի։ Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա, ապա շրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր։ Մոսկվայի հայտարարությունների կոշտությունն ըստ փորձագետների հասկանալի է։ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել դիմակայության համատեքստը Կրեմլը չի անտեսել։ Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի ռազմավարական նպատակների, մասնավորապես Թեհրանում ռեժիմի փոփոխության իրականացումը գնալով ավելի անհավանական է դառնում։ Իրանի կառավարությունը ցուցաբերում է դիմադրողականություն և մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը նույնիսկ հակամարտության պայմաններում։ Սա ըստ վերլուծաբանների կարող է հանգեցնել Իրանին տարածաշրջանային կարևոր տերություն դառնալուն եւ Իրանը կարող է դառնալ աշխարհի 5 ամենահզոր երկրներից մեկը։ Այդ առումով Մոսկվան հույս ունի, որ Թեհրանը միայն կամրապնդի իր դիրքերը դիմակայության արդյունքում եւ Ռուսաստանի հետ միասին վճռականորեն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում, կանխելով Թրամփի երթուղի նախագծի իրականացումը։ Եթե Իրանին հաջողվի դիմակայել, իսկ Իրանին հովանավորում են ակնհայտորեն Չինաստանն ու Ռուսաստանը, ապա համոզված եղեք, որ թրիփը դառնալու է աշխարհաքաղաքական լուրջ բախման կիզակետ, որովհետև եթե ամերիկացիները չհաղթեն,
Չինաստանը եւ Իրանը Ռուսաստանի հետ միասին կամ վերահսկողություն են սահմանելու այդ ճանապարհի նկատմամբ կամ ուղղակի թույլ չեն տալու բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ամերիկացիները կարողանան այնտեղ այդ պայմանագիրը կյանքի կոչել։ Մյուս կողմից Իրանի ռազմական եւ տնտեսական թուլացումը կուժեղացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում Անդրկովկասում։ Այդ պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացումը ըստ ռուս փորձագետների բխում է Երևանի շահերից։ Սակայն Մոսկվան դեռևս Երևանի կողմից նման հետաքրքրվածություն չի տեսնում։ Մենք շահագրգռված չենք Անդրկովկասում Իրանի դիրքերի թուլացմամբ եւ տեսականորեն Իրանի թուլացման պայմաններում Երևանը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման եւ նույնիսկ բարելավման մեջ, բայց առայժմ մենք դա չենք տեսնում։ Եթե Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ընթանան այն տրամաբանությամբ, որ ներկա կամ ձևավորվող իշխանությունը հրաժարվի հանձնառություններից, որոնք վերցրել է գործող իշխանությունը, տարվա վերջին ըստ վերլուծաբանների Հայաստանի հարավում ռազմական էսկալացիայի մեծ հավանականություն կարող է լինել, ընդ որում բավականին լուրջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վտանգավոր հիվանդություններով ախտորոշված միգրանտներն անհապաղ կարտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե մշակվել է անհրաժեշտ օրենսդրության փաթեթ, ինչը թույլ կտա արագ որոշումներ կայացնել խնդրահարույց օտարերկրացիների Ռուսաստանում մնալու անցանկալիության վերաբերյալ։ Բացի այդ, կրճատվել է նաև միգրանտների համար բժշկական հետազոտություն անցնելու ժամկետները։ Ռուսաստան մուտք գործողները, եթե ցանկանում են այդ երկրում մնալ 90 օրից ավելի, ապա պետք է հասցնեն 30 օրվա ընթացքում բուժզննում անցնել։ Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած միգրանտների համար, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների եւ այն անձանց համար, ովքեր մուտք են գործել Ռուսաստանի Դաշնություն եւ պատրաստվում են 90 օրից ավել մնալ Ռուսաստանի Դաշնությունում։ Առաջարկվում է, որ բոլորը անցնեն բուժզննումը 30-օրյա ժամկետում։ Եվ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հիվանդությունների հայտնաբերման պարագայում եւ նաեւ թմրանյութերի հայտնաբերման պարագայում անձի նկատմամբ կիրառվում է մուտքի արգելք անժամկետ։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը շարունակում է մնալ անորոշության ու տեղեկատվական վակուումի մեջ։ Գերիների հարազատները դիմել են միջազգային կառույցներին եւ դիվանագիտական հասցեատերերին առաջարկելով գործարկել հովանավոր տերության մեխանիզմը, որը մարդասիրական պաշտպանության այլընտրանք է։ Նրանք նշում են, որ Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո իրավիճակը էապես վատթարացել է եւ կապը գերիների հետ գրեթե կտրվել է։ Իրավապաշտպանները զգուշացնում են, ժամանակի ձգձգումը մեծացնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական վտանգները Բաքվում պահվող անձանց համար։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների հարազատների հերթական նամակը միանգամից 3 հասցեատեր ունի։ Հայաստանի ու Շվեյցարիայի գլխավոր դիվանագետներին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին են դիմել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գործարկելու հովանավոր տերության մեխանիզմը։ Մեկուսացվածությունը կոտրելու հնարավորություն կարող է դառնալ հյուպատոսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կողմից, գոնե միջնորդավորված, ինչը չի գործարկվել։ Այսինքն տեսական մեխանիզմ, որը գործնականում կիրառված չէ եւ նման պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսվում է հովանավորող կամ պաշտպանող պետության նշանակում։ Դրա իմաստը այն է, որ հակամարտությանը չմասնակցող այլ պետություն մարդասիրական բնույթի գործառույթներ է իրականացնում։ Եթե պաշտպանող պետության վերաբերյալ համաձայնություն չկա, այդ դերը ստանձնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Գերիների հարազատները նամակում մասնավորապես նշել են, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը վատթարացրել է Բաքվի զնդաններում պահվող հայերի առանց այն էլ ծանր վիճակը։ Ամիսներ շարունակ այդպես էլ տեղեկություններ չեն ստանում Ադրբեջանից, չգիտեն ինչպես են իրենց եղբայրները, հայրերը, ամուսինները, պապերը, մնացել են նրանց ճակատագրի ու կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Մենք գիտակցում ենք, որ հովանավոր տերության ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ եւ ապօրինի հանգամանքները, որ եթե առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից ու մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է։
Այստեղ տեղեկատվական, այնտեղ իրավունքի պաշտպանության վակուում։ Գերիների հարազատները նշում են, առնվազն 19 հայ այս պահին Բաքվում է։ Մտավախություն ունեն, թե նրանց բռնության են ենթարկում, վատ վերաբերմունքի արժանացնում։ Համենայն դեպս արձանագրում են, ռիսկը մեծ է, այս թվում նաև բռնի անհետացման։ Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Վերջնարդյունքում սա խնդրանք է կամ վերականգնել Կարմիր խաչի գործունեությունը, կամ ի հայտ բերել դրան փոխարինող մեխանիզմ, սակայն ապահովելով պաշտպանող մարդասիրական գործառույթների իրականացումը։ Միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ասում է, եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք երկիրն ընտրել ու նշանակել, ապա նաև բանակցել ադրբեջանական իշխանությունների հետ, որպեսզի նրանք էլ հավանության արժանացնեն այս ընտրությունը։ Մենք դեռևս լավատես ենք, որ պետությունը իր քաղաքացուն չպաշտպանելու հատուկ քաղաքականություն չի վարում, որոշակի քաղաքական գործոններով, միգուցե մեխանիզմներին չտիրապետելու կամ այլ հանգամանքներով կարող է ցուցաբերվել անգործություն, սակայն սա ոչ թե միտումնավոր պետական քաղաքականություն է, այլ բնույթի բաց։ Ով է զբաղվելու մարդասիրական պաշտպանությամբ այն դեպքում, երբ ավանդական ուղիները փակ են կամ անարդյունավետ, գերիների հարազատների դիմումի ենթատեքստում է ընդգծվում, երբ իրավական գործիքները սեղանին չեն դրվում, առաջանում է դատարկություն, որտեղ խնդիրն արդեն միայն պատանների կարգավիճակը չէ, այլ պետությունների պատասխանատվության սահմանները։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները քիչ անց։ Բողոքի ակցիա պաշտպանության նախարարության շենքի դիմաց նախկինում զորակոչվածների ծնողները պահանջում են իրենց որդիների զինծառայության ժամկետի կրճատում։ Նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը վերանայվել է, փոփոխություններ նախադպրոցական կրթական համակարգում։ Ամբողջ հանրապետությունում բնակչության թիվն աճում է, բացառությամբ Սյունիքի մարզի, ինչու է Հայաստանի ամենահարուստ մարզը դատարկվում։ Շարունակենք թողարկումը։ Արդյոք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով Թրամփի Իրանին քարիդար վերադարձնելու սպառնալիքին։ Ներկայի եւ քարիդարի միջև կա մի ակնառու տարբերություն, այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթ կամ գազ չէին արդյունահանում։ Արդյոք ԱՄՆ նախագահը եւ նրան իշխանության բերած ամերիկացիները վստահ են, որ ցանկանում են հետ շրջել ժամանակի անիվը, գրել է Արաղչին։ Միացյալ Նահանգների զինված ուժերը նույնիսկ չեն սկսել կործանել այն, ինչ մնացել է Իրանում, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կամուրջներն են, հետո էլեկտրակայանները։ Նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ է պետք անել եւ դա պետք է անել արագ, գրել է Թրամփը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերը Իրանում հարված են հասցրել կամրջին, որը ըստ նախագծի պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը եւ դառնար Մերձավոր Արևելքի ամենամեծ կամուրջը։ Այս մասին հայտնել է նահանգապետի տեղակալը, ավելի ուշ իրանական Ֆարս գործակալությունը հայտնել է կառուցվող կամրջի վրա կրկնակի հարձակման մասին։ Այն տեղի է ունեցել այն պահին, երբ փրկարարները օգնություն էին ցուցաբերում առաջին հարվածից տուժածներին։ Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ օբյեկտի շինարարությունը նախատեսվում էր ավարտել առաջիկա ամիսներին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հակառակորդների վերջնական նպատակը Իսլամական Հանրապետության ոչնչացումն է։ Այս ահաբեկչական պատերազմական հանցագործությունը իրանական կարևոր ենթակառուցվածքների վրա նմանատիպ գրողների հետ ցույց է տալիս մեկ անհերքելի ճշմարտություն, նրանց վերջնական նպատակը Իրանի ոչնչացումն է, նպատակ, որը նրանք գրեթե 5 տասնամյակ անդադար հետապնդում են քաղաքական ճնշման, քարոզչական արշավների եւ զրպարտության, տնտեսական պատժամիջոցների եւ իրանցի գիտնականների ու փորձագետների սպանությունների միջոցով, նշել է Բաղային։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թել Ավիվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Իրանին Սպիտակ տան հետ սերտ համագործակցությամբ։ Նրա խոսքով Ցախալի եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի միջև առկա է լիակատար կոորդինացիա, ինչը թույլ է տալիս թիրախավորել Իրանի ենթակառուցվածքները, կամուրջները եւ հրամանատարական կազմը։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին հաջողվել է ոչնչացնել Իրանի պողպատի արտադրական հզորությունների 70%-ը, ինչը ըստ նրա զրկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին թե ֆինանսական միջոցներից, թե զենք արտադրելու հնարավորությունից։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը, քննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական քաղաքական, առևտրային եւ տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։ Պուտինն ու Էրդողանը նշել են Պարսից ծոցում անհապաղ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի շրջափակման խնդրի մասին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցություններ սկսել, որ միայն այդպես կարելի է համոզվել, թե որքան անկեղծ են կողմերը ձգտում խաղաղության ու իրենց երկրների քաղաքացիների համար լավ ապագայի։ Լավրովի կարծիքով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը կարող են օգտագործել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար։ Հռոմի պապ Լևոն 14-րդը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի Իցհակ Հերցոգի հետ։ Պոնտիֆիկոսը կոչ չի արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև արդար ու տևական խաղաղություն հաստատելու համար։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ կարդում ենք, որ ուշադրության են կենտրոնացնում քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը եւ միջազգային եւ հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի խթանումը։ Վերադառնանք մեզ մոտ։ Հայաստանի բնակչությունը ըստ վիճակագրական տվյալների վերջին տարիներին աճել է, սակայն այդ աճը ներկայացնող թվերից մասնագետները չեն ոգևորվում։ Փաստում են, որ դրան առաջին հերթին նպաստել է Արցախի տեղահանությունը։ Այստեղ տարածաշրջանային միգրացիոն հոսքերը եւս անշուշտ դերակատարություն ունեն այժմ, սակայն մասնագետները նկատում են նաեւ, որ մարզերի միջև զարգացումը շարունակում է մնալ անհավասար։ Արմեն Աթալյանի ռեպորտաժը։ Հայաստանի բնակչությունը նախորդ 4 տարիներին էականորեն աճել է։ 2021-ից 25 թվականներին 136 հազարով, այսինքն 4,6%։ Դրական լուր է, որի դրական էֆեկտը վերանում է, երբ հիշում ես, թե ինչի արդյունքում է մեծապես այս արդյունքը գրանցվել։ Խոսքը Արցախի էթնիկ զտման մասին է։ Որոշակիորեն երկրում մշտական բնակչության աճին նպաստել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում 18,4%, Արագածոտնում 9,2% եւ Երևանում 5%։ Փոխարենը Գեղարքունիքի մարզում գրանցվել է բնակչության 4,6% նվազում, իսկ Սյունիքում բնակչության թվի անկումը կազմել է 12,2%։ Այստեղ հարց է առաջ գալիս. ինչու է Հայաստանի ամենահարուստ մարզը Սյունիքը նման տեմպերով դատարկվում։ Երևանում ավելի շատ աշխատանք կա, մշակութային կյանք կա, ուսանողությունն է ձգտում դեպի Երևան, սա էլ է ամենամեծ թերություններից մեկը մեր կառավարման համակարգի։ Նախորդ տարիներին Սյունիքի սահմանամերձ համայնքների վիճակը բավականին վատթարացավ, չկա մատչելի վառելիք, անասնապահության համար հանդամասեր եւ խոշոր բիզնես նախագծեր։ Կան հանքեր, որոնք սահմանափակ թվով մարդկանց են ապահովում մրցակցային աշխատավարձով։ Բնակչության արտահոսքի պատճառներից առաջնայինները սրանք են, համոզված են փորձագետները։ 14-18 հազար են ծախում հայտի, հիմա 35-40 Էս է խնդիրը։ Մյուս կողմից շարունակում է պահպանվել անորոշ վիճակը սահմաններին։ Սահմանազատման եւ սահմանագծման process-ի TRIP նախագծի եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների կարգավորման համատեքստում հակասական տեղեկատվություն է պարբերաբար հայտնվում լրահոսում։ Սրան կարելի է գումարել Ադրբեջանի իշխանության տարբեր թևերի ադրբեջանցիների վերադարձի անընդմեջ շարքվող թեզը։ Սա եւս մեծապես նպաստում է Սյունիքից արտագաղթին, նշում են մասնագետները։ Այդտեղ մի խնդիր է կա անվտանգության հարցը, մարդիկ վախենում են, որ
Նախիջևանից ու Ադրբեջանից հարված կլինի, իրանք բան կլինի, գերի կմնան։ Ըստ մեր ուսումնասիրությունների, ովքեր հակառակն են անում, ասում են այս դրոշին, ադրբեջանական կամ այդ փոփոխությանը լանդշաֆտային, մենք պատասխանում ենք նրանով, որ ավելի շատ երեխաներ ենք ուզում ունենալ, ոմանք երկարատև արտագաղթի մասին են մտածում։ Մյուս կողմից Արցախից բռնի տեղահանված բնակչությունը հիմնականում բնակություն է հաստատել Երևանում եւ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, քանի որ այս երկու մարզերից Երևան գալն է բավականին հարմար։ Այսինքն Հայաստանի ավելացած բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում եւ մայրաքաղաքամերձ բնակավայրերում։ Մարզերում անգամ այդտեղի բնակչությանը որևէ մեկ չի փորձում անել այնպես, որպեսզի չուզենան օրինակ Երևան տեղափոխվել։ Եվ բացի туриզմից մեր մարզային քաղաքները ոչինչով մենք չենք փորձում գրավիչ դարձնել հենց իրենց բնակչության համար։ Սյունիքն այս պահին Հայաստանի ամենառազմավարական կետերից մեկն է եւ այստեղից արտագաղթի միտումը գործադիրը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանացնի, նշում են մասնագետները։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ տեղում պետք է մեծաքանակ ծրագրեր իրականացվեն։ Առաջին հերթին մարդկանց անվտանգության զգացումն ամրապնդելու եւ հետո տեղում սոցիալական ապահովության մակարդակը բարելավելու համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Նույն համազգեստը, նույն ծառայությունը, բայց տարբեր ժամկետներ։ Պարտադիր զինվորական ծառայության կրճատման մասին վերջին օրենսդրական փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներում։ Այսօր նրանք հավաքվել էին Պաշտպանության նախարարության դիմաց, պահանջելով, որ 24 ամսից 18 ամիս ծառայության անցնելու որոշումը կիրառվի նաև իրենց որդիների նկատմամբ։ Ծնողները վստահ են, գործող մոտեցումը խախտում է հավասարության սկզբունքը եւ նույն պայմաններում ծառայող զինվորներին դնում անհավասար դիրքում։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը զորակոչվածների ծնողները ու հարազատները պահանջում են, որ իրենց որդիների ծառայության ժամկետը ևս կրճատվի, սահմանված 2 տարվա փոխարեն դառնա 1 տարի 6 ամիս։ Հիշեցնենք, պարտադիր ժամկետային զինծառայության վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններով նախատեսվել է ծառայության ժամկետի կրճատում 24 ամսից մինչև 18 ամիս, սկսված 2025 թվականի ձմեռային զորակոչից։ Սակայն այս փոփոխությունը չի տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա, ինչն էլ առաջացրել է դժգոհություն նրանց ընտանիքների շրջանում։ Ինստիտուտը կիսաթողում գնում են։ Ասենք 2 տարին իմ կարծիքով շատ մեծ ժամանակ է։ Մոռանում են ինչի համար են հավաքվել։ Հավել լավ չի իրենք զին ծառայության այդ պատրաստականությունը ունենան, ստանան, տղամարդ վերադառնան, մի տարին էլ է հերիք կամ տարուկեսը գոնե։ Նույն պահանջով ծնողները հիշեցրել են, որ օրեր առաջ ակցիա են իրականացրել նաև կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով համապատասխան մարմիններին նամակներ են հղել, սակայն մինչև այժմ պատասխան չեն ստացել։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե փոփոխություններ նախատեսված չեն, քանի որ զինծառայության ժամկետի 6 ամսով կրճատման որոշումը հիմնված է համապատասխան հաշվարկների վրա։ Ծնողները սակայն համոզված են, իրենց որդիների ավելի շուտ զորացրվելը չի վնասի բանակին։ Նրանք նշում են, որ ծառայողները արդեն ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ եւ կարողություններ հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանց գնահատմամբ գործող կարգավորումը անարդարացի է եւ տարբերակված մոտեցում է ստեղծում զինծառայողների միջև։ Դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Եթե 2 տարի է, թող բոլորի վրա հասնի, եթե 1.5 տարի է, թող հասնի այն երեխաների վրա, ովքեր որ զորակոչվել են 2025 թվականին։ Մեր պայքարն է, որպեսզի օրենքը հետադարձ կապ ունենա։ Ծնողները նշել են, որ ստեղծված իրավիճակը դարձել է ինչպես իրենց, այնպես էլ ծառայողների համար հոգեբանական լարվածության պատճառ։ Միևնույն ժամանակ ընդգծում են, զինծառայողները դժգոհություններ չեն արտահայտում եւ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց ծնողները ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով ակնհայտ անհավասարություն կա, անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ նույն դրոշի տակ ծառայող, նույն համազգեստը կրող զինծառայողները տարբեր ժամկետներով են ծառայում։ Նրանք նաև հայտարարել են, թե այնքան են պայքարելու, մինչև իրենց պահանջը կատարվի։ Մեր երեխեն հիմա հոսպիտալում պարկած է, կանազում է պարկած։ Հենց հիմնական իմինավոյ է դա պատճառը եղել, որ հոգեկանի վրա ազդել է երեխու, ստրես է տարել։ Չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ իրանք էլ են ուզում, որ իրանք ընկերների հետ գան։ Իմ տղան 2 տարի ծառայում է, բայց գալու է իր դասընկերների հետ։ Ծնողները հայտարարեցին, որ իրենք առաջարկներ ունեն եւ պատրաստ են դրանք ներկայացնել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
2026 թվականի հունվար-փետրվարին բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլին մասնակցության լավ ցուցանիշ է գրանցվել։ Դպրոցների շրջանավարտների կեսից ավելին հայտագրվել են միասնական քննություններին մասնակցելու համար։ Նախորդ տարվա 11534 դիմորդների փոխարեն այս տարի 12447-ն է գրանցվել։ Հունվարին քննություններից կտրվել է մասնակիցների 21%-ը։ Այս տարի Սիսիանի տարածաշրջանում բնակվող դիմորդները չեն կարողացել հասնել Գորիս, որտեղ հայոց լեզվի քննությունն է կազմակերպվել։ Եվ մեկ խնդիր ֆիքսվել է անգլերենի քննության ընթացքում, մեծ քանակությամբ տպագրական խոտան է եղել։ Ընդունելության քննությունների հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ արտագրությունը։ Շատ է տարածված ականջի մեջ փոքր կտոր ոչ երկաթյա, որ մենք չենք կարողանում հայտնաբերել, նույնիսկ դրա հետ միասին, ասենք, բերում են իրենք մաթեմատիկայի հաշվիչ, այդ հաշվիչի մեջ տեղադրած լինում հեռախոսի այդ հատվածը։ Հաշվիչը բերել դրում է սեղանին, որևէ մեկը որևէ բան չի կարող կասկածել, բայց այդ հաշվիչով ինքը հաղորդումը ստանում է ականջին եւ կարողանում է օգտվել։ Հայաստանում նախադպրոցական կրթության հասանելիությունը դեռ ամբողջովին ապահովված չէ։ Շատ համայնքներում նախակրթարանները բոլոր երեխաներինը չէ, որ ընդգրկում են, իսկ որոշ համայնքներում էլ դրանք ընդհանրապես չկան։ Հանրապետությունում գործում է մոտ 500 նախակրթարան, սակայն այնտեղ երեխաների գտնվելու օրական ժամանակը կարճ է, ինչը նվազեցնում է արդյունավետությունը։ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոփոխություններ ընդգրկվածությունը մեծացնելու համար։ Նախատեսվում է, որ այն համայնքներում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, ընդգրկվեն 3-ից 6 տարեկան երեխաները, իսկ այնտեղ, որտեղ կան նաև մանկապարտեզներ, 4-ից 6 տարեկանները։ Երեխաները նախադպրոցական ավագ խմբի կրթական ծրագիրը որոշակի չափով անցնեն, տիրապետեն եւ դպրոց հաճախելուն որոշակի պատրաստվածություն ձեռք բերեն։ Երևի պիտի շեշտադրեմ, որ սա եւս կրթության զարգացման պետական ծրագրից բխող թիրախներից է, որովհետեւ մենք նպատակ ունենք, որ մինչեւ 2030 թվականը բոլոր երեխաները մինչեւ դպրոց գնալը առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Կվերադառնանք քիչ անց։ Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը փախուստի դիմելով ընկել է ջուրը, ոստիկանները փրկել են, հետո ձերբակալել նրան։ Կառավարությունում քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Մեթեոաշխարհ առաջիկա 2 օրերին ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Շարունակենք թողարկումը։ ID բանկը եւ Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր ուղղված արցախցի ուսանողների կրթության աջակցությանը։ Բանկը կֆինանսավորի 103 ուսանողի կրթավճարներ ավելի քան 35 միլիոն դրամի չափով, ապահովելով նրանց ուսման շարունակականությունը եւ սոցիալական կայունությունը։ ID բանկը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։ Բանկն իր կողք կողքի սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 միլիոն դրամ։ Տեղահանումից անմիջապես հետո մենք երևի թե առաջիններից էինք, որ մեկնարկեցինք կողք կողքի ծրագիր, որի նպատակը իհարկե առաջնային սոցիալական խնդիրների լուծելն էր մեր հայրենակիցների եւ որի միջոցով մենք կարողացանք որոշ չափով օգնել կամ օժանդակել այդ առաջնային խնդիրների լուծմանը մեր հայրենակիցների։ Բանկի կողմից նման նախաձեռնությունները ոչ միայն նյութական աջակցության տրամադրում է, այլ նաև կայունության եւ վստահության փոխանցում երիտասարդներին, օգնելով նրանց կերտել իրենց ապագան Հայաստանում։ Այս քայլով միայն եւ միայն նպատակ ենք հետապնդում, որպեսզի արցախցի մեր հայրենակիցները շարունակեն կրթությունը, դառնան մեր երկրի համար որակյալ մասնագետներ եւ
շարունակեն մնալ ամենակարևորը մեր երկրում։ ID բանկի աջակցությունը մայրբուհի ուսանողներին կնպաստի կրթության առաջընթացին եւ սոցիալական կայունությանը։ Բացի ֆինանսական աջակցությունից ID բանկը իր ներդրումը կունենա նաեւ երիտասարդների ֆինանսական գրագիտության հարցում։ Բանկի մասնագետները կայցելեն տարբեր ֆակուլտետներ եւ ֆինանսական կրթության դասընթացներ կանցկացնեն երիտասարդների համար։ Նման հանդիպումներ արդեն իսկ կայացել են մայրբուհի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ։ iDream ծրագրին եմ մասնակցել եւ աշխատանքի անցել հենց IT բանկում եւ այսօր էլ արդեն 2 տարվա ստացվում է փորձ ունեցող եւ մասնագետ եւ արդեն 5-րդ կուրսի ուսանող, որ այս տարի պիտի ավարտի համալսարանը։ ID բանկի արցախցիներին ուղղված կողք կողքի նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականին եւ արդեն հասցրել է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր։ Նաիրի Մուրադյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Ոստիկանության գվարդիայի ծառայակիցները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Փախուստի դիմելու փորձ կատարած 20-ամյա երիտասարդը նախ փորձել է ազատվել իր մոտ եղած սառը զենքի նմանվող առարկայից, ապա կիրճում գտնվող ջրատարի վրայից ջուրն ընկնելուց ու այնտեղից դուրս գալու անհաջող փորձից հետո օգնություն է խնդրել ոստիկաններից։ Օգնության շտապած գվարդիականները պարզել են, որ երիտասարդը կիրճում թմրամիջոցով փաթեթներ տեղադրելիս է եղել։ Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ ձերբակալված երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Այնուհետև ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ Քաղաքացու ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշվել ենք եւ հայտնաբերել ենք փաթեթները։ Մարտամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի բացառիկ նախադիտման տոմսերը կինոպարկում սպառվել են մի քանի ժամում, առաջացնելով մեծ հետաքրքրություն։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նոր եթերաշրջանի առաջին 2 սերիաները դեռ հեռուստաեթերից առաջ։ Մայիսի 1-ին կինոպարկում կայանալիք Մարտամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի բացառիկ կինոդիտման տոմսերը բառացիորեն մի քանի ժամում սպառվել են։ Հենց այստեղ կինոթատրոնի դահլիճում միջև հեռուստաեթեր դուրս գալը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու սիրված սիթքոմի առաջին 2 սերիաները։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հեռուստադիտողին, որ ընդամենը մի քանի ժամում ամբողջությամբ սպառվեց տոմսերը։ Ոնց գիտեք, վաճառքը սկսվեց ու մի անգամից ավարտվեց։ Տոմսերը սպառվել են աննախադեպ արագ։ Շատերին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել տոմսերը։ Նշում են կազմակերպիչները եւ հավելում, որ պրեմիերային լիարժեք մթնոլորտի ապահովման համար դահլիճում վերջին պատրաստություններն են ընթանում։ Սիթքոմի հանդեպ դրսևորվող հետաքրքրությունը հավելյալ ապացույցն է նրան, որ Մարտամեկը ոչ միայն հեռուստատեսային, այլ նաեւ լայն հանդիսատեսի սիրելի նախագիծն է։ Եկեք, կարող է հասցնեք մի հատ, մի երկու հատ տոմս մնացած էլ նիսենց առնեք, գաք հանդիպենք, մենք էլ ենք ձեզ սպասում։ Մարտամեկը շարունակում է մնալ ամենասիրված նախագծերից մեկը, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել ներկա գտնվել կինոպարկի առաջնադիտմանը, կարող են շատ չտխրել, քանի որ սիթքոմի նոր եթերաշրջանի շուտով կարող են հետևել արդեն Armenia TV-ի եթերում։ Մինչ այդ կինոպարկում արդեն սպասվում է լեփ լեցուն դահլիճ եւ բարձր տրամադրություն։ Հրաշալի եթերաշրջան լինելու, հենց որ մնացեք մեզ հետ։ Գնելիք Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 7 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Էդուարդ Պողոսյանը։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի պաշտպանության նախարարության ենթակայության Զորավարժադաշտում։ Պայթյուն է եղել, ինչի հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Քննչականում քրեական վարույթ են նախաձեռնել, իրավապահները կատարել են մի շարք անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Փետրվարի 28-ից ապրիլի 1-ը Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրի քաղաքացիներ։ Տեղափոխվածների թվում եղել են Եվրոպայի, Ասիա, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ամերիկյան մայրցամաքի, Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի քաղաքացիներ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանն աջակցություն է ցուցաբերել նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում։
65 տարիքային շեմը կհանեն եւ աշխատողները չեն ազատվի աշխատանքից միայն տարիքի պատճառով։ Կառավարության համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն ազգային ժողովում է։ Գործադիրը նախագծով նախատեսում է բացառել տարիքային խտրականությունը, թույլ տալով շարունակել աշխատանքը 65-ից հետո, բացառությամբ որոշ ոլորտների։ Նույն փոփոխություններով պետական ու համայնքային ծառայողները նաեւ կարող են դառնալ խնամատար ծնող, ստանալով վարձատրություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորել է չմոտենալ բնակավայրերով անցնող Կովկասյան ազնվացեղ եղջերուներին։ Վերջին օրերին կենդանիներին հաճախ են նկատել բնակավայրերի հարևանությամբ, երբեմն նաև բնակելի տարածքներում եւ նրանց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի։ Հաղորդում են գերատեսչությունից, նշելով, որ Կովկասյան ազնվացեղ եղջերուները բնակավայրերին մոտենում են եղանակային փոփոխություններով, սննդի սակավությամբ կամ կենսամիջավայրի փոփոխությամբ պայմանավորված։ Կառավարությունում քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ քննարկմանը ներգրաված են մի շարք գերատեսչություններ միաժամանակ՝ կրթական կառույցը, աշխատանքի ու սոցհարցերի եւ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունները։ Այժմ հետազոտում են հիմնական հնարավորությունները, ռիսկերն ու խնդիրներն առանձնացնելու համար։ Ամբողջական պատկերն ունենալուց հետո կհստակեցնեն անհրաժեշտ կարգավորումները, կմասնավորեցնեն, թե կոնկրետ որ կայքերն են սահմանափակում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքամիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում թաց ձյուն, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-ից 6 Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 14-ից 17, Լոռիում 10-ից 13, Տավուշում 13-ից 16 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 14-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 16-ից 19, Սյունիքի նախալեռներում 10-ից 13 աստիճան, Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 9, ցերեկը 13-ից 15, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այս թողարկման համար այսքանը, լուրերից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդաշարը, որի հյուրն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթում խաղաղ երեկո։